Հարգելի հեռուստադիտողներ, ERT-ն հեռուստաընկերության եթերում վերլուծությունների ժամանակն է եւ մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Երևի նախ եւ առաջ հայաստանյան թեմայի անդրադառնանք, հատկապես ընտրություններին եւ այս շրջանում 3 արված նոր բացահայտմանը, ընտրակաշառքի վերաբերյալ Փաշինյանն էլ իր խոսքում եռագլուխ մոտավորապես հրեշ երևի անվանեց այս իմաստով եռագլուխ աղթ տեսեք, այո, ձայնագրությունը, երևի տվել եք դուք ձայնագրությունը։ Փաշինյանի խոսքով ուղղակի ձայնագրությունը չենք տվել։ Մենք ասեց ինչ են ասել մոտավորապես։ Հակակոռուպցիոնը, որտեղ հրապարակել էր ձայնագրություն, այնտեղ մարդկանց առևտուր էր գնում, հիմա իրանք փորձում են բան, բայց ասենք ցանկացած ուրեմն լսողի մոտ կարծում եմ տպավորություն կստեղծի 150 հոգու համար փողեր վերցրել, հետո ասում ուրեմն այդ գիտեք ոնց են խոսում, ասում այդ 150 հոգուն ուրիշին կտամ։ Մեկն էլ ասում է, ինչ կա այդտեղ ասում, 180 հոգու իր շրջապատով համաձայնություն ստացել է, ոնց, այսինքն տենց կարա, ասենք, ուրիշին տա, սրան տա 180 հոգին, սա ցավոք սրտի այն է, բայց գիտեք ինչն է խնդրեմը, որ Հայաստանում շարունակվում է, այդտենց մարդիկ կան ու շատ կան, եւ սա ցավալի է, եւ մենք փաստորեն դասեր չքաղեցինք պատերազմից։ Ժամանակին ես ուղղակի հոգնեցի ասելով, որ այդ 5000 դրամ կաշառքը, 10000, ընդհանրապես ընտրակաշառքը, դուք ընտրակաշառքով վաճառեցիք մեր երեխաներին, որտեղ տարիներ շարունակ հենց այդպես վերցրել են ընտրակաշառքը, լավ էլ գնացել Սերժ Սարգսյանի օգտին են քվեարկել, լավ էլ գնացել Ռոբերտ Քոչարյանի օգտին են քվեարկել։ Այսինքն այդ ընտրակաշառքը չթողեց, որ մեր երկիրը զարգանա, դեգրադացիա եւ այլն։ Եվ հիմա նույն բանն ասում, 180 հոգի ունեմ, ուզում եմ, չէ, փոշմանել եմ, ասենք, ուրիշին կտամ, ապրանք են էլի, հասկանում եք։ Բայց այստեղ ամենազարհուրելին որն է, տեսեք, արդեն ԿՊ-ն մեղադրում է կոնկրետ մեղադրում է, այսինքն դեռ դատանի որոշումն էլ չեղած, արդեն ասում է, որ Եռագլխանի դեպ Ծառուկյանին մեջ մտցրեց Փաշինյանը այդ ամենի մեջ, Ծառուկյանը մի քանի օր առաջ արդարացվեց ընտրակաշառքի գործով։ Ինչ որ մեկին փուրը տվեցին, տենց կողքից Ծառուկյանը արդարացվեց։ Հիմա տեսեք, այսինքն ես մի հետաքրքիր բան ասեմ, ցավը ինչումն է։ Ես առաջիններից եմ եղել, հիշում եք այստեղ, որ ասում էի, այդ մարդկանց պետքա փակել։ Չթողնել, իրանք իրավունք չունեն։ Օրենսդրությունը փոխեցին այդ իմաստով 7 տարի այժմ կալանք է նախատեսված։ Ասում են Ռուսաստանից գործակալներ են։ Փաշինյանը մի ռուսական գյուղի անուն ասեց, ձեր չգիտեմ, ռուսական գյուղի անունը չեմ հիշի, Տաշիր Սամոյի ինչ որ բարդ գյուղ էր գտել։ Մի խոսքով Բեջուրա անուն էր։ Ուրեմն մի խոսքով եւ այդպես ասում եմ, որ սա ձեր այդ գյուղը չէ, Հայաստանի համակը մնա բերաներդ եւ այլն, որովհետև հունիսի 7-ին ժողովուրդը ձեզ կուղարկի պատմության աղբանոցը կամ չգիտեմ ինչ է եւ այլն այսպես շան։ Բայց իրականությունը այդպես չի։ Իրականությունը այն է, որ եթե դու բռնել ես ընտրակաշառքի վրա, եթե դուք արդեն ասում եք քեշով փողեր են բերում, երբ որ Վահագն Ալեքսանյանը ասում է, մի հատ հարց տվեք, որտեղից իրանց այդ ինչ փողեր են ծախսում ընտրությունների վրա, մենք պետք է հարց տանք։ Իշխանությունն էլա ձեր ձեռը, ԱԱԾ-ն էլա ձեր ձեռը, ոստիկանությունն էլա ձեր ձեռը, ասում են аэроպորտով քեշ են բերում ահավոր քանակությամբ արդեն որպեսզի ժողովրդին բաժանեն, չէ՞, եւ այլն։ Բա հետևությունը ո՞րն է։ Հետևությունը այն է, որ ոչ թե պետքա դրանց բռնել փակել է, որտեղ Մոլդովայի օրինակով, ինչպես Եվրամիությունը բազմիցս ասում են եվրոպացիները, Մոլդովայի օրինակով փոխարենը Փաշինյանը ասում է ժողովուրդը ձեզ կուղարկի։ Ոնց ժողովուրդը, ոչ, եթե պետությունը, եթե դուք արդեն ապացուցում եք, որ դրսից ֆինանսավորվում է, դրսից օտար երկրի կողմից FSB-ն մասնակցում է, եթե դուք արդեն տեսնում եք իրանք մարդու առուվաճառք են անում, այդ կուսակցությունը չի կարա մասնակցի ընտրություններին Հայաստանում, իրավունք չունի մասնակցելու ընտրություններին Հայաստանում այդպիսի կուսակցություն։ Իսկ այդ որ ասում է ժողովուրդը կուղարկի, ոչ, ժողովուրդը տեսնում ենք, ժողովրդի մեջ ես կներեք ամենայն հարգանքով արժանապատիվ շատ մարդիկ կան, բայց ինձ թվում է հայաստանցիներն էլ ինձ հետ համաձայն կլինեն, որ կան այդպիսի մարդիկ։ Կան այդպիսի մարդիկ, որ շարունակում են ընտրակաշառքով քվեարկել։ Եթե կան այդպիսի ղեկավարներ, նախքին կան նաև այդպիսի մարդիկ բնականաբար իրենց էլեկտորատը բնականաբար դե հենց այդ եմ ասում, այսինքն չեն կարող ապահովագրված լինել։ Իսկ արդյունքը ընդամենը ամեն ինչի լինելու է այն, որ հունիսի 7-ին եթե իրանք թողեն, որ այս դրսից ֆինանսավորվող Ռուսաստանի կողմից ուղղորդվող, ինչը իրանք մեղադրանքներն եմ ասում, մտնելու է ազգային ժողով, դառնալու է հիմնական ընդդիմություն։ Փաշինյանի ռեյտինգը դրանից չի բարձրանալու, որովհետև Փաշինյանը արդեն ամենաերկար կառավարիչ, այսինքն բնական բան է դա, գիտեք, ամենալավ ղեկավարն էլ ինչքան երկար է մնում, այնքան աստիճանաբար, եթե իհարկե դիկտատորական ռեժիմ չի, եկեք ընդունենք, այսինքն ինչքան երկար, այսինքն չի կարող 30 տարի Փաշինյանը ղեկավարը իր ռեյտինգը բարձր մնա, չէ, աստիճանաբար, բնականաբար դա կարող եք ցանկացած տեղ կարդալ, այսինքն ցանկացած պատմության դեպքում կամաց սկսում է ռեյտինգը իջնել դեմոկրատական երկրներում կամ երբ որ այսպես
այսինքն տեսեք, սրանք դառնալու են հիմնական ընդդիմություն, անընդհատ ամբիոն են ունենալու, անընդհատ իրենց նարատիվներն են առաջ տանելու, եւ մենք ունենալու ենք ազգային ժողով, որտեղ ըստ էության ընդդիմությունը ղեկավարելու է Ռուսաստանը։ Տարիներ շարունակ ազգային ժողովում ունեն ամբիոն, արդեն տեսնում ենք, թե ովքեր են իրենք եւ ինչ են անում։ Ես հույս ունեմ, որ ժողովուրդը ամեն դեպքում իմաստուն է եւ գիտի ինչ է անելու։ Ես լավատեսական, ասում եմ, նոտայով էլ ավարտենք այս բաժինը։ այս հատվածը արգելի հեռուստադիտողներ կվերադառնանք Կովազդից հետո։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 cent։ Սենսացիա, Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Հա, իսկ դրամական փոխանցումները 1%-ով։ Կասեք, Աշոտ դա ուղարկել։ Սեյֆը այսօր էլի լցնելու, խոշորա լինելու։ Բոլոր մուտքերն ու ելքերը ինձնով են անցնում, բայց պիտի զգուշ լինեք, մաքուր աշխատեք, հետք չմնա։ Նույն սկզբունքով էլ պատն եք քանդելու։ Ծանոթացեք աղբորս այդ ֆելոնը, սպորտսմենը։ Դու մեդալով հետարի, ես էլ քեզ համար նոր բոթաս կանեմ։ 4 մետր երկարությամբ թռիչք պետք է աներ։ Հարցը ոնց են այնտեղ հայտնվել։ Սաղան եմ ծամեն բնեմ բերանները, որ վերջում կծեն արա։ Պատը քանդելու համար մեզ 3.5 ժամը պետք։ Ոչ առաջին պատն, ոչ էլ վերջին։ Բապատալուկը։ Մեկ մի բանի իմ վրա։ Ջուրը 2 շիշի տեղը 4 շիշ կվերկանեմ։ Ռիսկը շատ է կոլ, բավար բռնվենք։ Չենք բռնվի մի կռա։ Հետո ինչ-որ կերպ 34 սանտիմետր անցքով ներս ամտել ու 32 կիլոգրամ փող տարել։ Կամ գիժա, կամ էլ Чиновник. Преступники пробили потолок в хранилище Госбанка. Они ушли незамеченными и захватили с собой мешки с рублями. Սամանիչը սիրո համար ենք։ Արիթե եք հա տղեր ջան։ Ովքեր չեն հասկանում, ամեն կասիրի մանրամասն բացատրեք, որ սերիան նորաշրջանառում։ Կորիչը ոչ մեկ մոտ չկա։ Отнимай деньги! Отпустите! Մենակ նրանց մոտ։ Действуйте вне протокола, чтоб в кратчайшие сроки у меня были их имена. Եթե կարողանում ես հանգիստ քնել, ուրեմն խիղճը քեզ հետ է, ոչ թե քոթ։ Իսկ եթե մի օր սխալվեմ։ Սխալից վախենալ պետք չի։ Суд խոսելուց պետք է վախենաս։ Это самое крупное ограбление в Советском Союзе։ Ֆիլմի ցուցադրությունը AGBU դահլիճում։ Տոմսերը ամրագրելու համար այցելեք armticket.com կայք։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Արմեն Չիբուխչյանը մեր տաղավարում եւ կրկին մի թեմայի անդրադառնանք, որ ուղղակիորեն առնչվում է Հայաստանին, Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել հերթական անգամ, որը ամեն տարի են անում, ասում է պարոն Չիբուխչյանը, ես տեղյակ չէի, որ հայերը 100 տարի առաջ ցեղասպանություն են իրականացրել իրենց նկատմամբ ադրբեջանցիների, բայց որտեղ էին այս ադրբեջանցիները 100 տարի առաջ, չկար պետություն, չկար ադրբեջանցի հասկացություն, ով ասեց, որ իրանք դա ընդհանրապես 36 թվականից հետո են իրանք սկսել իրենց ադրբեջանցի, մինչև Աստված գիտի ինչ են կոչել իրենց, կովկասյան թաթարներ, ինչքան ես գիտեմ։ Հիմա այստեղ հետաքրքրականը գիտեք որն է, դա ընդհանրապես մեզ հետ կապ չունեցող պատմություն, հա կարող է ինչ-որ հայեր այնտեղ նեղը տեսակ։ Վստահ արտգործնախարարություններ տարածել։ Այո, ես ստուգել եմ, ես տվել եմ, այո, ադրբեջանական մամուլն եմ մտել, ամբողջ բոլորը տվել են միաբերան Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հարց հետևյալն է, որ ասում շատ, այսինքն գրադուսը չէին իջեցրել, մի բան էլ բարձրացրել էին։ Ինչի հետ կապ, ասեք, վարչապետը վերջերս ասեց պատմական արդարության հետևից ես չեմ գնալու։ Դրանով Փաշինյանը փորձում էր, այսինքն ենթադրում եմ փորձում է այսպես այդ պատմական հարցերը դնի մի կողմ,
Այսինքն, որպեսզի Ադրբեջանն էլ հրաժարվի այդ պատմական թեմաներից, դրա համար ինքը հատուկ շեշտեց, եթե մենք սա անենք, իրանք սա անելու են, դա ըստեյության կոչ էր նաև Իլհամ Ալիևին, որքան հասկանում եմ, դե բա արի գրադուսը իջեցնենք, այդ պատմության հետևից չգնանք եւ այլ այսպես շարունակ։ Մենք իհարկե տենց ամեն ինչ արեցինք, մենք ասենք դատական գործերը կարանք հեչ անենք, գեղական դրեցինք բիկում եւ այլն, բայց Ալիևը գրադուսը չի իջեցնում, ինչը եւ ես ասում էի եւ զգուշացնում էի, եւ Ալիևը իդեպ շատ վտանգավոր մի հատված կար այնտեղ, որտեղ ինքը ասում էր, որ դա 100 տարի առաջ այսօրվա Հայաստանից ադրբեջանցիներին իրենց պատմական հողերից վտարել են։ Ընդ որում ընդհանրապես խոսքը այդ Բաքվի 26 կոմիսարներ կային Ստեփան Շահումյանի գլխավորությամբ, որը ընդհանրապես հայել չէր։ Հետո ինչ որ հայկական ազգանուններ։ Նա ծառայել է Լենին պապին։ Բայց իրենք Բաքվում էին։ Այո, ծառայել է Լենին պապին։ Հայաստանից չեն վտարել։ Չէ, իրանք արդեն Հայաստանից էլ կապեցին, որ ջարդերը, ասենք, չգիտեմ, Երևանում, Նախիջևանում, իրենց պատմական, հա, ճակերտների մեջ, բայց այդ ժամանակ Նախիջևանը ընդհանրապես հայկական էր, հասկանում եք, ինչի մասին է խոսքը։ Ինչ որ զարմանալի որն է, որ այդպիսի տեսակետներ կան, որ դեռ 18 թվականին, ասենք, այդ պրոբլեմը որն է, ստեղել են մեզ ասում դաշնակներն է ոնց որ մի բանի մեջ գցել, ինչի որովհետև ինչ որ դաշնակցական տեսակետ կա այդպիսի խմբավորումներ կոմունիստների հետ, այսինքն բոլշևիկների հետ Ստեփան Շահ համագործակցել են ինչ որ բանով, բայց դա հանրապես Հայաստանի հետ կապ չուներ։ Դա Լենին պապի հրամանն է եղել, Լենին պապին ուղարկել էր դրանց, որպեսզի դրանք կարողանային Ադրբեջանը խորհրդայնացնել այն ժամանակ, երբ որ գիտեք հեղափոխություն էր Ռուսաստանում, հետո եկան մուսավատականները դրանց սաղին գնդակահարեցին, այսինքն ինչ որ եղել է այդտեղ, դա Հայաստանի հետ կապ չունի, հայերի հետ կապ չունի։ Դա եղել է Մոսկվայի հրահանգով, բայց սրանք Մոսկվայի անուն չեն տվել անգամ այդ հայտարարության մեջ, հասկանում եք։ Եվ ամեն ինչ սերտանում են կապերը, որովհետև եւ սա ցավալի է եւ էսա ինչ որ ես զգուշացնում եմ, ինչքան մենք իջեցնենք մեր ռետորաբանությունը, ինչքան մենք ասենք եկեք խաղ ապրենք, ասում են բանը կար Կոտ Լեոպոլդի մուլտիկ կար, չէ, ով Հայաստանում են մեծացել կամ սովետական միության տարածքում կամ այդ Կոտ Լեոպոլդի մուլտիկը կար, չէ, որ անընդհատ բարեկամներ եկեք խաղ ապրենք, բայց մեկը կրիսները չէ, կամ մուկները լավ են մեկը լրիվ կրիսի նման, բայց ասենք առնետեր էլի, առնետները ասենք անդադ շարունակում էին իրենց չարությունները անել, հա, մոտարապես այս պատմությունն է ու անընդհատ այդ հակամարտությունը շարունակվում էր, հա, եւ ցավոք սրտի ունենք այս ինչ ունենք, բայց ամենակարևորը 18 թվականին ինչ ադրբեջանցի եւ կարծում եմ մեր արտգործնախարարությունը պետք է այս հայտարարի, եթե իրանք գրադուս այսպես բարձրացնում են, լավ, մենք ամեն ինչ զիջեցինք, մենք ասում ենք եկեք խաղ ապրենք, մենք ասում ենք ոչ մի պրետենզիա չունենք, սաղ դել ենք մի կողմ, անգամ Արցախի ժողովրդի օրինական վերադարձի իրավունքը միջազգային, չենք ասում տարածքը տվեք, օրինական վերադարձի իրավունքը միջազգային հանեցինք, դրեցինք մի կողմ, չենք խոսում այդ մասին, իրանք լկտի հայտարարություն են անում, լկտի է վտանգավոր։ Եվ ես կարծում եմ, որ անպայման ԱԳՆ-ն պետք է պատասխանի, տղեկ 18 թվականին ինչ ադրբեջանցի։ Դուք անգամ չգիտեիք դուք ով եք 18 թվականին։ Այո, իհարկե։ Երևի կարճ անդրադառնանք բանին, Իրանին։ Մի կարճ ուղղակի ասեմ, որ Տրամպը մի քիչ առաջ հայտարարեց, որ պատերազմը կավարտվի 2-3 շաբաթից, 2 շաբաթ եւ մի քանի օր գուցե ասեց այսպես, եւ որքան հասկանում եմ այն ռեյտինգները, որ ես երեք տվեցի ստեղ, գումարած որ արդեն սենատի կորստի առաջ են կանգնած, շատ վտանգավոր բան, 52% է դառը շանսերը, որ իրանք կվերցնեն սենատը, 60-ից է, իջե պատկերացնում եք, արդեն իսկ 52%-ը սխալմունքի մեջ է արդեն, այսինքն սենատում արդեն շանսերը հավասարվել են, նշանակում է եւ կոնգրեսը եւ սենատը կարող են դեմոկրատները վերցնել, հարցումները բացասական են գալիս, չնայած ինքը ասեց տենց բան չկա, մեր հարցումներով 92% ինձ աջակցում է այսպես շարունակ, բայց խնդիրը այն է, որ այսօր մի քիչ առաջ այսպեսի հայտարարություն արեց եւ հիմա չենք հասցնի մանրամասն խոսել, բայց միտքը այն էր, որ կարող է եւ չպայմանավորվեն, իսկ օրինակ եթե ինչ-որ մեկին պետք է, օրինակ Ֆրանսիային պետք է գնալ, այսօր էլ ասեց, եթե Ֆրանսիային ինչ-որ պետք է գնալ այդ նավթը վերցնել Իրան, դեք թող գնա վերցնի, կամ կարծեմ եթե բայց ասեց մենք արդեն ամեն ինչ արել ենք, բան չի մնացել, բայց ասեց եթե Իրան պետք է, թող գնա Հորմուզի նեղուցով անցնի, հա եւ միտեղ էլ ասել էր, որ չեմ հիշում գրառման մեջ էր, թե այլտեղ էր, որ կամ մեզանից կարող են գնել նավթը ֆրանսիացիները։ Այո, նույն գրառման մեջ էր Ֆրանսիայի հետ կապված։ Այսօր այսքանով ավարտելու ենք հարգելի հեռուստադիտողներ, վաղը երևի այս ամենի մասին ավելի մանրամասն։ Վաղ ավելի բարձ կդառնա, հիմա քննարկումները կգնան այդ։ Ցտեսություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։